Ռումինիայի հայոց թեմը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Հայոց եկեղեցու հոգևորականների դեմ հարուցված քրեական գործերն ու դատավարության ընթացքը բազմաթիվ տագնապներ եւ հարցեր են հարուցում, թե իրենց աննախադեպությամբ եւ թե դրանց ընթացքի արդարության եւ թափանցիկության առումով։ Այս դժվարին օրերին մենք միասնաբար կանգնած ենք Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի կողքին, մեր հոգևոր եղբայրների եւ մեր հավատացելոց կողքին, զորացնելու մեր եկեղեցու առաքելությունը, հեռու անելու մեզանից ամեն պառակտում եւ ամրապնդելու սերն ու միաբանությունը ի շահ մեր ազգի եւ պետականության։ Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին առաջնորդվելու արդարության, թափանցիկության եւ օրինականության սկզբունքներով եւ հանձնառությամբ հանդեպ հավատքի ու հայրենասիրության այն անխախտ արժեքները, որոնք դարեր շարունակ ամրացրել ու պահպանել են մեր ժողովրդին։ Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների նման գործելակերպը եւ մեր աղոթքն ու եղբայրական զորակցությունն ենք հայտնում Արագածոտնի բարեջան առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին եւ Թեմի քահանայաց դասին, ինչպես նաեւ ամիսներ շարունակ կալանքի մեջ գտնվող Տեր Միքայել arczepiskopos Աճապահյանին, Տեր Բագրատ arczepiskopos Գալստանյանին եւ բոլոր քաղբանդարկյալներին վերստին հորդորելով. հույսով ուրախացեք, նեղության համբերեցեք, հաճախակի աղոթեցեք, նշված է հայտարարության մեջ։